Երրորդը պատրաստ։ Կրակոց։ D30 հաուբիցի հրամանատար Նարեկ Ղարամանյանի ձայնն է։ Պատրաստ եք։ Մեր պատրաստ ես, точно ցելդ։ Դե կրակոց։ Մարտունու բրիգադի երկրորդ մարտկոցը, որտեղ ծառայում էր Նարեկը, տեղակայված էր Կոլխոզաշեն գյուղի մոտ։ Մարտկոցը մեկ օր տևած ռազմական գործողության ընթացքում արձակել է շուրջ 450 արկ։ Հրետանավորները ճշգրիտ խոցումներով կարողացել են կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Արցախյան վերջին մարտերի մասին պատմում է D30 հաուբիցի հրամանատար Նարեկ Ղարամանյանը։ 72 մմ-անոց ականանետից կրակոց բացեցին, արդեն կրակոցի ձայնը որ լսեցի, հասկացա, որ մեր ուղղությամբ է հենց կրակոցը։ Մի անգամից արդեն փորձեցի պարկեմ պաշտպանվել արկից, հենց պարկելու ընթացքում արկը մի 3-4 մետր հեռավորությամբ ես դեմս պայթեց, այդ պայթեց բեկորով վիրավորվեցի։ Հետո 2021 թվականին ավարտելով ժամկետային զինծառայությունը որոշել եմ այդ մարդկային ռեսուրսների քանակության հետ խնդիր ունեինք, որոշել եմ անցնել արդեն պայմանագրային զինծառայության որպես հրետանավոր։ Սկզբում եղել եմ արդեն նշանառու, հետո սովորելով պարապմունքների բանի մեր վերադասարանմանատարության շնորհիվ արդեն սովորել եմ տիրապետել եմ հաշվարկի հրամանատարի առաջադրանքներին ու արդեն ստացել եմ հաշվարկի հրամանատարի պաշտոնը։ Շրջափակման մեջ է գտնում 2022 թվականից արդեն Արցախի հանրապետությունը, բայց շրջափակումը ճիշտ է մի քիչ դժվար էր արդեն կազմակերպել ծառայությունը այդ դասընթացները, աշխատանքները, բայց փորձում էինք տենց ամեն կերպ դասընթացները կազմակերպենք, որպեսզի յուրաքանչյուր տիրապետենք մեր մասնագիտությանը, որ հարկ եղած դեպքում արդեն կարողանայինք հակառակորդին արժանի հակառակացնենք։ Արդեն հաշվի առնելով հակառակորդի զորքի զինտեխնիկայի կուտակումներից արդեն գիտակցում էինք, որ պատերազմը անխուսափելի է։ Արդեն սկսում էինք առավել տենց քրտնաջան աշխատել, պատրաստվել, որպեսզի կարողանանք պատվով կատարենք մեր առջև դրված խնդիրը։ Կասես Նարեկ, որտեղ էր կոնկրետ ծառայում, ձեր ստորաբաժանումը ու բնագիծը, որտեղից որտեղ էր տարածվում։ Մեր ստորաբաժանումը արդեն Մսմնագյուղից, Մարտունու շրջանի Մսմնագյուղից մինչև արդեն Գիշի գյուղի այդ սահմաններ, այդ ճակատը այդքան էր, մենք հենց մեր մարտկոցը եղել է Կոլխոզաշեն կոչվող գյուղից մի 2 կիլոմետր հեռավորությամբ։ Մեր քրակային դիրքը գտնվում էր տեղ։ Մեր ստորաբաժանումը բաղկացած է 3 մարտկոցից։ Առաջին մարտկոցը զբաղեցնում էր Գիշի գյուղի մոտակայքում գտնող քրակային դիրքը, մեր երկրորդ մարտկոցն է մենք զբաղեցնում ենք Կոլխոզաշենից 2 կիլոմետր հեռավորության վրա գտնող քրակային դիրքը, երրորդ մարտկոցը արդեն զբաղեցնում է Մսմնա գյուղի մոտակայքում, իրենց քրակային դիրքը այնտեղ էր։ Մինչև պատերազմը կրակել եք հրանոթից մարտական կրակոց։ Ոչ, մինչև պատերազմը չեմ կրակել։ D30 հաուբիցով вообще չեմ կրակել մինչև պատերազմ սկսվել։ Առաջին կրակոցը եղել է պատերազմի ժամանակ։ Հենց արդեն հստակ ժամը չեմ հիշում, երևի 12-12-ից մի քանի րոպե արդեն հակառակորդի առաջին արձակած արկը, որ պայթեց մեր դիրքի շրջանակներում, միանգամից արդեն կազմակերպված անցանք ռազմական գործողություններին եւ այդ ժամանակ արդեն առաջին կրակոցը եղավ։ Իսկ որ ասում ես պատերազմից առաջ էլ ունեիք ինչ-որ սցենարներ ու նշանակետներ, որոնք էին դրանք կոնկրետ ձեր ստորաբաժանման պարագայում։ Ունենք կոնկրետ նշանակետեր մի քանի ուղղությամբ, որ վտանգավոր ուղղություններ էր, հակառակորդի ներթափանցումը, այսպես ասած, ավելի հեշտ էր այդ ուղղությամբ, եւ իրանք ունեին քրակային դիրքեր, իրանք քրակային դիրքերից էլ ունենք նշանակետեր, որ միանգամից արդեն կրակոցով ճնշենք իրանք քրակային դիրքերը, որպեսզի իրանք չկարողանային արդեն հարվածել մեր դիրքերի վրա։ Եվ տես պարապմունքների ընթացքում արդեն մենք պարապում էինք ու նշան էինք բռնում իրանք քրակային դիրքերին իրանք այդ ուղղությամբ, որ արդեն պատերազմ սկսվի, արդեն կարողանանք ժամանակին կատարել մեր խնդիրը։
Հակառակորդի դիրքերը մեր կրակային դիրքերից մոտավոր 4-ից 5 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում։ Իրանք ունեին ամարասի ներքևի հատվածում ունեին դիրքեր, թաղավարտի ուղղությամբ ունեին դիրքեր։ Հիմնականում այդ դիրքերի ուղղությամբ էինք մենք պատրաստվում, հիմնականում այդ դիրքերի ուղղությամբ էինք կրակում։ Արդեն պատերազմը ավարտելուց մոտավոր մի ժամ առաջ արդեն հիմնականում աշխատում էինք Լուսնյակի ուղղությամբ։ Մեր մարտկոցի հրամանատարը Արայիկ Ավանեսյանը գտնվում էր Լուսնյակում, արդեն հիմնականում աշխատում էր Լուսնյակի ուղղությամբ։ Պատերազմի օրը առավոտ շուտ ես գտնվում էի մարտական հերթապահությունում, 3-րդ եւ 4-րդ հաշվարկը գտնվում էինք մարտական հերթապահությունում, առավոտ մեզ հերթափոխող խումբը առավոտ շուտ տագնապով միացավ մեզ, բոլորս արդեն պատրաստ սպասում էինք, ունեինք երիտասարդ տղաներ մեր խմբում, ովքեր դե առաջ անգամ պիտի անցնեին այդ մարտական գործողությունների միջով, բայց զգալի մասը արդեն մեկ կամ մի քանի պատերազմ անցած հենց կատակով ժպիտով փորձում էին ասպես ասած ցրել լարվածությունը եւ արդեն հոգեպես տրամադրել ազնագազմի պատերազմի։ Եվ արդեն առաջ արկը որ պայթեց մեր դիրքի ուղղությամբ արդեն միանգամից կազմակերպված անցանք մարտական գործողությունների։ Սկսեցինք արդեն հակահարված հասցնել հակառակորդին։ Մեր մարտկոցից առաջին արկը կրակել է մեր հաշվարկը, 3-րդ հաշվարկը։ Տենց առաջին արկը պայթելուց մոտավոր մի 4 րոպե, 5 րոպե հետո արդեն առաջին արկը կրակել ենք։ Կոորդինատները փոխանցում էր դիվիզիոնի հրամանատարը փոխանցում էր մեր մարտկոցի ավագ սպային։ Այդ պատերազմի ժամանակ նաև մեր կրակային դիրքում էր մեր գումարտակի շտաբի պետը Կարեն Մանուկյանը։ Ինքն է որպես օգնություն արդեն թե զորքին, թե արդեն հրամանատարությանը եկել է կրակային դիրք, որպեսզի օգներ ազնագազմին։ Փոխանցում էր Վարամը, դիվիզիոնի հրամանատարը, Դաշան Վարամը։ Փոխանցում էր Մարտկոցի ավագ սպային, Մարտկոցի ավագ սպա արդեն հաշվարկ պիտի կատարեր, հաշվարկները կատարում էր ժամանակին ու արդեն փոխանցում էր մեզ։ Մենք էլ արդեն տեղադրում ենք հրանոթի վրա ճիշտ կոորդինատները ու կրակում։ Պատերազմի ընթացքում զինամթերքի արկերի պակաս խնդիր եղել է, թե չէ։ Արկերի խնդիր չի եղել, ունեինք սկլադ ունեինք, պահոց ունեինք, արկերը որ պահում, ուղղակի մի քիչ հեռավորությունը շատ էր դիրքից։ Ավտոների մեջ ունեինք, մեքենաների մեջ ունեինք արկեր, արդեն այդ մի ժամ որ ասում եմ, մի ժամ մնացած որ պիտի պատերազմը ավարտվի, կրակային դիրքում արդեն չունեինք մենք մեր պահոցներում, հենց կրակային դիրքում պահոցներ կան, որտեղ արկերը պահվում են, սա կրակել էինք, չունեինք արկեր, արդեն պիտի ավտոմեքենաներից արկերը բերեին, տղերք արդեն կազմակերպված ավտոմեքենաներից բերում էին արկերը, մենք էլ անընդհատ կրակում էինք այդ Լուսնյակի ուղղությամբ, որպեսզի կարողանանք պահել Լուսնյակը թուրքերը չհասնեն։ Հակառակորդը գալիս է մեր դիրքերի ուղղությամբ, մեծ թվով, արդեն պիտի շտապ կրակ բացեինք իրենց ուղղությամբ, որպեսզի կարողանանք կասեցնել իրենց հարձակումը, մեր գումարտակի շտաբի պետ Կարեն Մանուկյանը ինքը արդեն այդ կոորդինատը փոխանցեց անձամբ մեզ, կրակոցից հետո արդեն այդ իրենց խոսակցությունից, այդ ռադիո կապով որ խոսում էին իրենց խոսակցությունից հասկացա, որ մեր կրակոցը հասել է նշանակետին, արդեն մեծ քանակությամբ զոհատվել հակառակորդը։ Իսկ հաշվել եք ինչքան արկ եք կրակել մեկօրյա պատերազմի ընթացքում, ձեր մարտկոցը հենց երկրորդ մարտկոցը։ Մոտավոր 450-ից 500-ի սահմաններում։ Դες տեղեկություն չունեմ մնացած մարտկոցները ինչքան են կրակել, բայց լսել եմ տես դեպքեր, որ ամենաշատ կրակոցը եղել է մեր մարտկոցում։ Ամենաշատ կրակոցը մեր մարտկոցն է կատարել։ 4 հաուբիցը անխափան գործել է ձեր մարտկոցում։ 4-րդ հաուբիցը մի քիչ խնդիրներ առաջացավ այդ պատերազմի ժամանակ, բայց արդեն տղերքը հասկանում էին հաուբիցից, արդեն իրանք կարողացան այդ խնդիրները վերացնել ու արդեն սկսում էր նորմալ աշխատել։ Հաուբիցը անդադար գիշերով ցերեկով անդադար աշխատում ենք։ Եղել է դեպք միջև
պատերազմը ավարտել է, արդեն պատերազմը որ սկսվել է մի քանի ժամ հետո, երևի տես մոտավոր ժամը 7-8 կողմերը մի անգամ արդեն տենց հայտարարել, որ պատերազմը արդեն կանգնում է, դադարեցնում են պատերազմը, արդեն ողջավորված, որ արդեն կրակենք, ինչքան արգեր ունենք կրակենք, ինչքան կարողանանք հակառակորդին հետ մղենք, պատերազմը կանգնում է։ Այս մի փոքր երևի մի կես ժամվա կարգ է արդեն տենց հրադադար եղավ, չենք կրակում, ոչ իրանք, ոչ մենք։ Հետո նորից արդեն սկսեցինք կրակել, իրանք սկսեցին կրակել, արդեն սկսեցինք մենք իրանց պատասխանելը, իրանց կրակոցներից ճշել իրանց կրակային դիրքերը։ Կար մի հատ հիշվող դեպք, մեր դիվիզիոնի շտաբի պետ Կարեն Մանուկյանը կոորդինատ էլի տենց նշանակետ էր տալի, որ կրակենք, ինքը արդեն հաշվարկեց նշանակետը տվեց, այդ ուղղությամբ կրակեցի ու իր այդ ռադիոկապը, որ հաղորդում էր վերադասարանմանատարությանը, որ արդեն ճշգրիտ էր հակառակորդը ուներ մեծ թվով զոհ, արդեն այդ պահը ոգևորեց ազնագազմին, ավելի տենց ոգևորված սկսեցինք աշխատել։ Արդեն 1 ժամ մնացած, որ պատերազմը ավարտվի, վերադասարանմանատարությունը արդեն ռադիոկապով հաղորդեց, որ պատերազմի մնացել է 1 ժամ, Արայիկ Ավանեսյան Մարտկոցի հրամանատարը գտնում էր Լուսնյակում, ինքն էլ արդեն ռադիոկապով հաղորդեց, որ օգնություն է պետք, մեծ քանակությամբ զորքեր կան իրենց դիմաց ու շարժում են իրենց ուղղությամբ։ 1 ժամ մնացած արդեն արգերի խնդիրը, որ մեր դիրքերում արդեն պահոցներում արգերը վերջացել էր, պետք է ավտոմեքենաներից արդեն արգերը մատակարարեն, այդ պահին արդեն ազնագազմը կազմակերպված սաղ արգերը բերում էին ավտոմեքենաներից, ես եւ մի հատ ընկեր ունեմ մարտական, 2 հոգով արդեն աշխատում էինք Լուսնյակի ուղղությամբ, որտեղ գտնվում էր Արայիկ Ավանեսյանը, այդ ուղղությամբ մի ժամ արդեն անդադար կրակում էինք, որպեսզի կարողանայինք այդ հակառակորդի առաջխաղացումը կանխել։ Վերջի կրակոցը մոտավոր տենց 2-3 կողմերով կրակեցինք ու միանգամից արդեն հաղորդեցին, որ դադար պատերազմը ավարտվեց։ Իսկ ոնց դուրս եկաք դիրքերից, ինչ վերցրեցիք, ինչ թողեցիք։ Դիրքերից դուրս գալուց մեր հաուբիսների D30 հաուբիսները արդեն տարել ենք զորամաս, մեր անձնական զենքերը, ավտոմատները, զենքերը մեր հետ արդեն վերցրել էինք, գնացել էինք արդեն մի 2 օր, բայց պատերազմից հետո մնացել էինք կրակային դիրքում։ Հանկարծ հակառակորդի տենց առաջխաղացում, բան, որպեսզի կարողանայինք կանխենք միջև տղերք հասնեին, մեր խումբը մնացել էր կրակային դիրքում։ Բայց արդեն 2 օր հետո արդեն վերևից վերադասարանմանատարությունը արդեն հաղորդեց, որ կարող են արդեն տղերքը իջնել մարտական դիրքերից, իրենց հետ վերցնելով իրենց զենքերը կարող են արդեն գնալ տուն։ Ամսի 22-23-ն է, որ դիրքերից իջանք, արդեն սեպտեմբերի 28-ին նոր արդեն Ղարաբաղից շարժվեցինք։ Սեպտեմբերի 30-ի 29-ի գիշեր, արդեն 30-ի առավոտը նոր արդեն կամուրջը անցանք։ Այդ հակառակորդի վերահսկողության տակ գտնվող կամուրջը, Հակարիի կամուրջը անցանք նոր արդեն այդ ժամանակ։